Ուրախալի լուրը ձեզ հայտնենք, տոնացույցի, օրացույցի շնորհանդեսն ենք մենք առաջիկայում պատրաստվում միասին ձեզ հետ նշելու։ Զարմանալիորեն մեծացել է ամենաբարձր վարկանիշ ունեցող անմահության շեմը հատած, կարելի ասել, մարդկանց թիվը 947-ի հասնելով աշխարհում, որոնցից 909 հայեր են։ Չէի ուզում ասել, ուզում էի, որ թողնեի անակնկալ լիներ, բայց դե ես շատ անհամբեր եմ իմ տեսակով եւ բնավորությամբ, անպայման պիտի ասեմ։ Մեր հեթանոս ընկերների շատ սիրելի վիշապն է։ Ստիպված ենք ձեզ տխրեցնել։ Ես նաեւ հասկանում եմ, սա ինչ փոթորիկ է առաջացնելու լսարաններում, բայց դրանից իրավիճակը եւ իրականությունը չի փոխվում։ Լիլի ջան, չեմ կարող չասել սա, չնայած չգիտեմ, դիցերը միգուցե իմ վրա էլ բարկանան, քանի որ մենք թույլատվություն չունենք այսքան խոսելու, այսքան շատ դիցերի անուն տալու, բայց պիտի նշեմ նաև հրեայի անունը։ Կան բացառիկ դեպքեր, բացառիկ մարդիկ, ովքեր իսկապես կարողանում են անել նման գործողություն, բայց օգնությամբ դիցերի։ Շատ շուտով կհամոզվեք, որ դուք ոչ ոք եք։ Որոշում են կայացնում հզոր բազուկներին, հզոր բազկերից կազմված բանակն ուղարկել դեպի Իսպանիա այն գնացածներին ոչնչացնելու նպատակով։ Բազուկ եւ բազուկ դիցերը եղբայրներ են, էլի Արամազդի եւ այո Աթինաս Պալազի որդիները, որոնցից բազուկ դիցի հովանավորությամբ են ապրում բազկերը։ Այս պարագայում հավատացնում եմ ձեզ, որ ձեր արարչագործությունը ձեզ չի փրկելու։ Փոքր-ինչ ավելի պետք է լրջանալ եւ շատ լուրջ մտածել այս տեղեկատվության վերաբերյալ։ Այդ հաճույքից մեզ զրկել ներողություն։ Յահուա, Յահուա, ում որ անվանում եք, ինչ է դրա աստվածաշնչյան անունը, չկա ձեր Եհովան այլևս, եւ դա մենք չենք ասում։ հաջորդը, այսպես սարսափ տարածած, իդեպ սարսափն էլ չկա։ Փրկվելու են 60-ից բարձր վարկանիշ ունեցող մարդիկ։ Իսկ այս վերջին օրերի տվյալները մեզ իսկապես ցնցեցին։